Պարոն Արզումանյան, օրերս Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղբանտարկյալներ Հայաստանը ունեցել է 90-ականներին եւ իրական քաղբանտարկյալներ իրենք են, դրանից հետո միջազգային չափորոշիչներին համապատասխանող 5 կետերից բաղկացած այդ չափորոշիչներին որևէ մեկը չի համապատասխանել իբրև քաղբանտարկյալ։ Չեմ կարծում, որ հիմա իմաստ ունի ներքաղաքական կյանքում այս բոլոր խնդիրները մի կողմ դրած քննարկենք ով ավելի քաղբանտարկյալ է, ով պակաս քաղբանտարկյալ է։ Միայն ափսոսանք կարող եմ հայտնել, քանի որ պարոն Ռուստամյանը եղել է մարտի 1-ի դեպքերից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ եւ եթե չեմ սխալվում նույնիսկ ղեկավարն է եղել պատվիրակության, շատ լավ պատկերացնում է հավանաբար եւ հիշում է, որ ԵԽԽՎ-ն ընդունել է 1609 եւ 1620 բանաձևերը, որոնցում հստակ մատնանշվում են քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների փաստը եւ հորդորում են Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել մարդկանց, ավելին 2008 թվականի դեկտեմբերին ընդունվեց եւս մեկ բանաձև, որը հիմնված էր համազեկուցողների զեկույցի վրա, թե ինչպես է Հայաստանում ինչպես են իրականացվում 1609 եւ 1620 բանաձևերը, որոնցում միանշանակորեն պնդվում է, որ բոլոր նրանք, ում մեղադրանքի առաջադրվել 225 եւ 300 հոդվածներով, ինչպես նաեւ նրանք, ում մեղադրանք է առաջադրվել միայն եւ միայն ոստիկանության վկայության հիման վրա, համարվում են քաղաքական բանտարկյալներ։ Չափորոշիչները հենց դրանից հետո են անշուշտ ընդունվել, այդ 5 չափորոշիչները, որոնց մասին խոսվում է, բայց կարծում եմ նաեւ հենց այդ դեպքերը վերել են նրան, որ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի հստակ ԵԽԽՎ-ն բանաձևի, թե ինչ է պատկերացնում քաղբանտարկյալ ասելով։ Սան կարող եմ նաև ավելացնել, որ բազմաթիվ ուրեմն եղել է ԱԳՕ-ի խմբի զեկույցը, որում միանշանակ հայտարարվել է, որ քաղբանտարկյալներ են, Թոմաս Համարբերգի այն ժամանակ մարդու իրավունքների հանձնակատարի մի քանի զեկույցները, որը այցելել է նաև Հայաստան, եղել է քրեակատարողական հիմնարկներում եւ որը նույնպես այն երկբա հայտարարում է, որ մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների համար, ինչը անընդունելի է, ել չասած արդեն մի տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, տարբեր երկրների արտաքին գերատեսչությունների եւ այլն։ Պաշտպանը նույնպես ասում է Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ այս թեման կարծեք թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում բավականին բուռն արձագանք ունեցավ մամուլում, հատկապես թե ինչպես ստացվեց, որ դուք նա օգտին քվեարկեք։ Նախ մարդու իրավունքների պաշտպանը չի ասել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քվեարկությունից առաջ ներկայացնելով իր ծրագիրը նա ասել է, որ Թերևս ծանոթ չէ բոլոր հանգամանքներին եւ պետք է յուրաքանչյուր գործ առանձին ուսումնասիրի, որից հետո հնարավոր կլինի տարբերական։ Պետք է նաեւ ասել, որ բոլոր օմբուդսմանները Հայաստանում խուսափել են այդ եզրույթը օգտագործելուց եւ որևէ մենք մշտապես դժգոհություն ենք հայտնել, որ որևէ օմբուդսման չի խոսում քաղբանտարկյալների առկայության մասին, բայց օմբուդսմանի գործը ես ճիշտ ասած ինձ ավելի հետաքրքրում է արդյունքն է որոշում քաղբանտարկյալ է թե ոչ եւ հասարակությունը ինքը շատ քաջ գիտակցում է, որ մարդկանց կարելի է դասել քաղբանտարկյալների շարքին, որոնց ոչ։ Հիշեցնեմ, որ մի քանի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ պետդեպարտամենտից եւ տարբեր այլ միջազգային կառույցներից այդ օրերին մարտի 1-ից հետո հայտարարում էին, որ ինքը փաստը, որ հասարակությունում խոսք է գնում քաղբանտարկյալների մասին, արդեն իսկ ահազանգ է, անկախ նրանից իշխանությունները ինչ կասեն, օմբուդսմանները ինչ կասեն, սա ինձանից եմ ավելացնում անշուշտ, դա արդեն պրոբլեմ է եւ պետք է հասարակությունը եւ իշխանությունները այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ փարատեն բոլոր կասկածները, ինչ վերաբերում է
Իմ քվեարկությանը ես ասացի, որ շատ լուրջ խոչընդոտ կարող էր հանդիսանալ, եթե նա Հայաստանի ներկայացուցիչի տեղակալը լինելու ընթացքում ակտիվ մասնակցություն ունենար մարտի 1-ի գործերով ուրեմն ձերբակալվածների եւ դատապարտվածների եվրոպական դատարան դիմումների վերաբերյալ, բայց մենք երկար զրույց ենք ունեցել, քննարկում ենք ունեցել եւ ես ինձ համար գոնե ճշտել եմ, որ մարտի 1-ի գործերով երբ Հայաստանի կառավարությունը տվել է համապատասխան պարզաբանումներ, մեկնաբանություններ տարբեր կոնկրետ գործերով, ինքը դեռևս այդ բնագավառում չի աշխատել եւ մաս չի կազմել այդ պատասխանների, ինչ վերաբերում է մնացած իր արժանինքներին, պատրաստված մասնագետ է, երիտասարդ է, փորձ ունի, կարծում ենք լայն աջակցության պարագայում կարող է իրեն լավ դրսևորել, իսկ ինչպես կդրսևորի ժամանակը ցույց կտա։ Ի վերջո բոլոր օմբուդսմաններին էլ նախկինում նշանակել է իշխանությունը եւ համարվել է իշխանության ուրեմն տեխնացու համարվել են, բայց դեպքերի զարգացումը բերել է նրան, որ նախընտրել են ավելի լինել ուրեմն մարդու իրավունքների կողքին եւ ոչ թե իշխանության, հուսով եմ, որ այս մեկն էլ նույնպես կվարվի։